Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, սա իմ առաջին ելույթն է այս քաղաքական ամենաբարձր ամբիոնից եւ սա ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է։ Իր անդրանիկ ելույթը այսպես սկսեց Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Լիաննա Մանուկյանը, ով քննադատեց իշխանությունների կադրային քաղաքականությունը, հայտնի խնամի ծանոթ բարեկամ սխեման, ապա ի մասնավորի անդրադարձավ HiPost փակbaşնետիրական ընկերության ոչ արդյունավետ կառավարմանը, ինչի հետևանքով գրանցվել է ընկերության ֆինանսական ցուցանիշների կտրուկ անկում։ Հիշեցնենք, HiPost փակbaşնետիրական ընկերության տնօրենը ազգային ժողովի ՔՊ խմբակցության նախկին ղեկավար, նորընտիր խորհրդարանի փոխնախագահ Հայկ Կոնջորյանի կինն է։ Երեկ Կոնջորյանը խնամի ծանոթ բարեկամ սխեման բացառելու նպատակով HiPost փակbaşնետիրական ընկերության տնօրենի պաշտոնին իր կնոջ նշանակվելը համարեց բացառապես նրա մասնագիտական բարձր որակի արդյունք։ Իմ կինը HiPost-ի տնօրեն նշանակվելուց առաջ հարցրեցիք որտեղ է աշխատել, ի զարմանս ձեզ ասեմ, որ 5 տարի շարունակ աշխատել է HiPost ընկերությունում եւ եղել է վարչության ղեկավար։ Այսինքն իմ կինը HiPost-ի տնօրեն չի նշանակվել պարզապես ուրիշ տեղից գալով, ինքը եղել է HiPost-ում վարչության ղեկավար։ Հետո եղել է մրցույթ եւ իմ կինը մասնակցելով մրցույթին ընտրվել է HiPost ընկերության տնօրեն։ Այս առնչությամբ Լիաննա Մանուկյանը նրբանկատորեն շեշտեց, որ ինքը որպես կին միանշանակ կողմ է կանանց մասնագիտական առաջխաղացմանը, սակայն դա չպետք է արվի հովանավորչության ճանապարհով։ Պարոն Կոնջորյան, ես որպես կին, որպես կանանց համար ոչ ֆորմալ կրթություն կազմակերպող հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախկին նախագահ, ոչ միայն դեմ չեմ, որ կանայք Հայաստանում լավ վարձատրվեն եւ բարձր պաշտոններ զբաղեցնեն, այլև ինքս դրա ջատագովն եմ։ Սակայն որպես մեծ բիզնեսից եկած մարդ, ես կողմ եմ, որպիսի մարդիկ անկախ իրենց սեռական պատկանելությունից մասնագիտական աճ գրանցեն բացառապես իրենց մասնագիտական որակների շնորհիվ, այլ ոչ թե հին ու բարի խնամի ծանոթ բարեկամ սխեմայի։ Մանուկյանը տեղին հիշեցրեց, որ քաղաքացիական պայմանագիրը 2018 թվականին գալով իշխանության նախկին պաշտոնյաների, այդ թվում կին ազգականներին թիրախավորելիս բնավ հաշվի չէր առնում վերջիներիս պրոֆեսիոնալիզմը։ Եվ որքան ես հիշում եմ, այս սխեման հակասում է նաև ձեր ուժի որդեգրած սկզբունքներին եւ խոսույթին, որովհետեւ հենց նման արատավոր երևույթների դեմ պայքարելով ձեր ուժը եկավ իշխանության։ Եվ ես դժվարանում եմ հիշել, որ 2018 թվականին, երբ թիրախավորվում էին այս կամ այն պետական պաշտոնյայի, այդ թվում կին ազգականները, դուք հաշվի էիք առնում նրանց մասնագիտական որակները։ Չգիտեմ, ձեզ հարց տվել եք արդյոք, գուցե այդ մարդիկ այդ պաշտոնները զբաղեցնում էին, որովհետև նրանք էլ լավ մասնագետներ էին եւ իրենց գործի պրոֆեսիոնալներ։ Լիաննա Մանուկյանը շեշտեց, ասելիքը վերաբերում է ոչ թե անձին, այլ 100% պետական մասնակցությամբ ընկերության տնօրենին ու հնչեցրեց հստակ հարցադրումներ։ Դիցուկ, այո, HiPost ընկերության տնօրենը լավ մասնագետ է։ Այդ դեպքում հարց, որտեղ է լավ վարձատրվող, լավ մասնագետի, լավ արդյունքը։ Նախ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչու չի երկարաձգվել կոնցեսիոն կառավարման պայմանագիրը Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էրնեկյանին պատկանող HiPost Trust Management ընկերության հետ։ Եթե պայմանագիրը չերկարաձգելու որոշումը եղել է հավատարմագրային կառավարչինը, ապա կարելի է ենթադրել, թե ինչպիսի գործընկեր է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որ Հայաստանի ազգային հերոսը չի ցանկացել շարունակել ներդրումներ անել Հայաստանի համար այնպիսի կարևոր եւ ստրատեգիական նշանակության կառույցում, ինչպիսին HiPost-ն է։ Սակայն եթե պայմանագիրը չերկարաձգելու որոշումը եղել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, այս դեպքում եւս ամեն ինչ պարզ է։ Ոչ մեկիս համար նորություն չէ, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչպիսի ճակերտավոր նպաստավոր պայմաններ է ստեղծում
խոշոր ներդրողների համար։ Նորընտիր падգամավորը համեմատականներ անցկացրեց կոնցեսիոն կառավարման 2006-2020 թվականների եւ պետական կառավարմանն անցնելուց հետո ընկած ժամանակահատվածների միջև։ Նա շեշտեց, որ կոնցեսիոն կառավարման տարիներին, չնայած մասնաճյուղերի վերազինմանն ու խոշոր ներդրումներին, ընկերությունը արձանագրել է կամ շահույթ, կամ կառավարելի վնաս։ Մինչդեռ պետական կառավարման անցնելուց հետո պատկերը կտրուկ վատթարացել է։ Իսկ այժմ անդրադառնանք հայփոստի կառավարմանը թվերով։ Կոնցեսիոն կառավարման տարիներին 2006-ից 2020 թվականներին, չնայած ընկերությունը իրականացնում էր խոշոր ներդրումային ծրագրեր, ենթակառուցվածքների եւ մասնաճյուղերի վերազինման հետ կապված, սակայն այդ տարիների նրա հաշվեկշռում կարող ենք արձանագրել կամ փոքրիկ շահույթ, կամ կառավարելի վնաս։ Պետական կառավարմանն անցնելուց հետո կտրուկ վատթարացել է հայփոստ փակbaşնետիրական ընկերության ֆինանսական ցուցանիշները։ Համեմատելով 2019 եւ 2025 թվականների ֆինանսական ցուցանիշները, Մանուկյանը ներկայացրեց հետեւյալ վիճակագրությունը։ Կուտակված վնասը աճել է 163%-ով։ Ներգրավված օվերդրաֆտերը եւ վարկերը 37 անգամ։ Այնինչ սակագինը ամենատարածված երկու ծառայությունների դեպքում, մի դեպքում աճել է 88%-ով, մյուս դեպքում 124։ Դե իսկ այս ոչ հուսադրող թվերի ֆոնին մենք կարող ենք նկատել, որ այս տարիների ընթացքում top management-ի գծով ծախսը աճել է 28.6%-ով։ Այս խոսուն թվերը ներկայացնելուց հետո падգամավորը հարց հնչեցրեց. որտեղ է լավ վարձատրվող մասնագետի լավ արդյունքը, իսկ եթե այն չկա ու տվյալ անձը շարունակում է պաշտոնավարել, արդյոք դա չի վկայում հովանավորչության մասին, ասել է, թե գործում է հայտնի ԽԾԲ սխեման։ Հարգելի գործընկերներ, մասնավոր ընկերությունում, երբ ընկերությունը վնասով է աշխատում, առաջին հերթին կրճատվում են top management-ի պարգևավճարները եւ աշխատավարձները։ Ինչ վերաբերում է լավ մասնագետին։ Լավ մասնագետը դա վերացական երևույթ չէ, դա չափելի է եւ այն չափվում է արձանագրած արդյունքներով։ Եվ եթե հայփոստ ընկերության տնօրենի ժամանակ ընկերության արձանագրած արդյունքները այսպիսինն են, ապա ուզում եմ նորից տալ հարցս, որտեղ է լավ վարձատրվող, լավ մասնագետի, լավ արդյունքը։ Իսկ եթե չկա արդյունք եւ մարդը շարունակում է պաշտոնավարել, կարող ենք ենթադրել, որ այստեղ կա օրինակ հովանավորչություն։ Ելույթի ավարտին Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորը եւս մեկ ուշագրավ հարց հնչեցրեց կառավարությանը, հետաքրքրվելով, թե ինչ փուլում է Երևանի Սարյան 22 հասցեում հայփոստի գլխավոր մասնաշենքի տեղում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ընթացքը։ Մարգարիտ Աղուշունց, Հայք Նյուզ լրատվական։